Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն է։ Բարև ձեզ, Տիկին Հովսեփյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերին համար։ Տիկին Հովսեփյան, ինչ է տեղ ունենում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո եւ ընդհանրապես այն ինչ տեղի է ունենում արդյոք ժողովրդի սրտով է եւ կամոք, քանի որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ժողովուրդը հենց սրա համար է իրեն քվեթվել։ Ինչի համար սրա համարը մի քիչ պետք է բացվի, հա, ինչի համար է ժողովուրդը իրեն քվեթվել։ Ես կարծում եմ, որ հաստատ ժողովուրդը չի տվել նրա համար քվե, որ ամբողջ օրը անցկացնի կառավարության դիմաց բողոքի ակցիաներ իրականացնելու համար, կամ անցկացնի իր թափվող բերքի կողքին, կամ անցկացնի փողոցներ փակելով, կամ անցկացնի շուկաներում խնդրելով, որ գոնե կոպեկներով բերքը վաճառի եւ շարունակաբար, հա, արդյոք ժողովրդին եթե հարցնենք դուք դրա համար եք քվեթվել, իրենք կհաստատեն, կամ Արարատ ցեմենտի աշխատողները կանգնած ասեմ, որ բարձով ապրում ենք եւ չեն կարող բարձ տալ, կամ նմանատիպ լիքը հարցեր, հա, կենցաղային ու սոցիալական հարցեր։ Նիկոլ Փաշինյանը կարող է 1000 բան գնահատել եւ այսպես վերլուծել, բայց դա իրողությունը արտացոլում է թե չէ, մենք տեսնում ենք արդեն կողքից։ Եվ բնականաբար ինքը հենվում է այն fake mass-ի վրա, որը հիմնականում սոցիալական կայքերում ինքնահաստատվում է, եւ ես կարծում եմ, որ ընտրությունների ժամանակ իրենց լարվածությունները, վերջին վայրկյան իրենց կատարած massայական խախտումները, թոշակների բարձրացում, առողջապահական ապահովագրության, երբ կարող օրենք խախտող, հա, խախտել են օրենքը եւ նմանատիպ գործողությունների են գնացել սոցիալական աջակցությունները եւ այլն, սա արդեն խոսում էր այն մասին, որ ժողովրդի ուզածը չի ինքը եւ իր պատկերացրածը դա ընդհանրապես սոցիալական կայքերում է կամ վերջին ամսվա ընթացքում մասսայական պետաշխատողների հանդեպ վախերի եւ ստիպողական ընտրությունների մասնակցության հրահանգները, վախեցնել աշխատանքից ազատելը, աշխատանքից ազատումները հետագայում արդեն, այսինքն սրանք բոլորը փոխկապակցված են, հա, եւ սա խոսում է արդեն այն մասին, որ ինքը իրականություն չի ներկայացնում եւ բնականաբար երբ որ դու խոսում ես որ բոլորը գոհ են եւ ոչ մի խնդիր չկա մարդիկ ստիպված լռում են ինչու որովհետեւ իրենք տվել են այդ ձայնը կամ իրենցից կարողացել են կորզել այդ ձայնը ու իրենք մեղավոր են այո վախեցել են ձայնը տվել են վախեցել են աշխատանք կորցնելու ձայնը տվել են վախեցել են որ Քոչարյանն է գալու ձայնը տվել են վախեցել են հորինված հեքիաթներից ձայնը տվել են վերջապես ինչ որ ձևերով գեներացվել է, հա, այդ ձայները կամ համակարգիչը սխալվել է, ձայներն ավել է հաշվել կամ պակաս է մյուսինը հաշվել եւ այսպես, հա, տարբեր պատճառաբանություններ կան եւ բոլորում մեղավորները բոլորն են, բացի իրական մեղավորների ու պատասխանատուների։ Եվ թե ինչ է լինելու, սա ժամանակը ցույց կտա։ Տիկին Հովսեփյան, տեսեք, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի վերընտրվեց, պահպանեց իշխանությունը, դրան զուգահեռ հետապնդումների եւ կալանավորումների նոր ալիք է սկսվել երկրում, ինչու։ Գախի համար, վախեցնելու, որպեսզի որևէ բան չգեներացվի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փաստացիորեն ընտրվել է, բայց ոչ սահմանադրական մեծամասնությամբ, իսկ սահմանադրական մեծամասնություն չունենալը կառավարության կազմելով դա բավականին վտանգավոր է եւ այսօր իր ամբողջ անելիքն է վախի մթնոլորտ ստեղծել ընդդիմության մատիր հատվածում վախեցնել կալանավորել որ այ գործեր կսարքենք էս կանենք այն կանենք մանդատը դվայր դիր կամ անցի մեր կողմը կամ ինչ որ բան արա այսինքն պոկել իր նպատակն է պոկել 8 մանդատները որպեսզի սահմանադրական մեծամասնություն ապահովի ինքը ուրիշ տարբերակ չունի երկու տարբերակ կա հա կյանքից զրկելու եւ կալանքի տանելու կյանքից զրկելունը դեռ չենք ասել կամ գուցե ինչ որ ձևով մեկի հայտնաբերեն մեքենաների մեջ հանկարծամայեղած ինչ իմանանք էլի ինչ է այս կյանքում արդեն մենք շատ բան ենք տեսել եւ կամ կալանավորված որտեղ վախենում են մարդիկ շատ-շատերը մտափոխվում են կամ ունեն թաքցնելու ինչ որ բաներ 2-3 ամիս հետո արդեն կգնան ազգային ժողովում Գեգամ Նազարյան կխաղան
Տիկին Հովսեփյան, Նիկոլ Փաշինյանը ծեծել է դատի տվել, ձեզանից ինչու է վախենում։ Ինձանից ոչ թե վախենում է, ես անկեղծ ասած ինքը ոչ մեկից չի վախենում։ Ինքը հայ մարդուց չի վախենում, ինքը եթե Աստծուց չի վախենում ու այսպես գործում է, ապա ես դա վախ չեմ համարում։ Ես ավելի շատ համարում եմ, որ ինքը փորձում է իմ միջոցով լրացնել հասարակական դաշտում արդեն արտախորհրդարանական ընդդիմությանը, վախեցնել մարդկանց մասնավորապես գումարի, ահռելի գումարի տեսքով եւ լրացնել ու կարողանալ այնպես անել, որ թեկուզ այդ սոցիալական խնդիրների, թեկուզ անվտանգային հարցերում որևէ խնդիր չգեներացվի, հա, չդառնա ինքը մեծ, չդառնա ծնագնդի էֆեկտով մեծանա եւ դառնա իր համար խնդիր եւ միևնույն ժամանակ բնականաբար իր, այսպես ասած, աբիդաները, որի մեղավորը ինքն է, ոչ թե ես։ Այսօր արդեն կարծեք թե Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախում նաև Նարեկ Կարապետյանն է։ Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ էին սոցիալական ցանցերում, հասարակության շրջանում ճիշտ է արդյոք մանդատներ վերցնել, չվերցնելը։ Եվ այդ քայլով Նիկոլ Փաշինյանը կարծեք թե ցույց է տալիս, որ անգամ եթե մանդատները վերցնում են դիպությունը, միևնույնն է նրանք հետապնդումների կենթարկվեն։ Ձեր դիտարկմամբ ճիշտ քայլ էր արդյոք մանդատներ վերցնելը, դա գիտակցված կամ չգիտակցված ինքնազոհություն էր, թե հատուկ մշակված ռազմավարություն։ Տեսեք, սուբյեկտիվ են իմ ընկալումները, հա, իրենք ներկայացնում են սա որպես գիտակցված ինքնազոհություն, որը արվում է մեր համար։ Ես գտնում եմ, որ չարժի ինձ համար գնալ գիտակցված ինքնազոհության։ Ինչու, որովհետև գիտակցված հայրենիք էին պահում, բայց մենք այսօր ունենք 5000 զոհ ու չունենք այդ հայրենիքը, որովհետև եթե դու գնում ես գիտակցված ինքնազոհության, իրապես զոհվելու ես։ Ու զոհվելը ֆիզիկական զոհի մասին չի, հոգեբանական զոհի մասին է, ու ինչը կրել ենք 5 տարի ամբողջ ազգով։ 5 տարի շարունակ մենք ազգային ժողովում ունեցանք ընդդիմություն, որի միջոցով յուրաքանչյուրս թիրախավորվեցինք։ Եվ ընդդիմությունը որևէ կերպ չկարողացավ ազդել որևէ բանի վրա, կանխելու թեկուզ այդ հռետորաբանությունը, կանխելու սահմանների տալը, իրանցի սահմանազատումը, պատը, ոչ մի հարց չլուծվեց։ Բացի այն հանգամանքից, որ ամեն անգամյա նիստերի ժամանակ իրենց գոյությունը նպաստեց նրան, որ մենք ունեցանք ընտրություններում այս արդյունքը։ Եվ քանի մեր հասարակությունը այսօր հմեկի Հայաստանում է ապրում, իրենք ավելի շատ, քանի որ լսում են ու Սերյան Օհանյանը կամ չգիտեմ, ամեն մեկը, հա, այսպես նստած ամենաշատ թիրախավորվածներից մեկի անունն եմ տալիս ու շատ դեպքերում ոչ օբյեկտիվ թիրախավորված անձ, երբ որ ինչ ասես, ասում են աթոռը դրված է, ասում են իրենք ու պատասխան հակադարձող չկա, կամ եթե կա հակադարձ պատասխան, ապա բնականաբար չծառայածները շատ ավելի հուժկու են խոսում, դե իրանք նաև պատերազմի մասնակցած են, չէ, պատերազմից հետո պատերազմի մասնակցած, իրենք կարողանում են բնակչությանը համոզել, որ այո, այդ ամեն ինչ այդպես էր։ Այո, մենք չունենք ոչ մի տեսակի բանակ, մենք չունենք ոչ մի բան, ինչ ունենք, իրանցով ունենք, էլի, բայց քավլիցի ոչ մեկ չի մտածում, որ մենք ունենք Արցախ, մենք ունենք Արցախում այսպես ասած ամրություններ, մենք ունենք Արցախում մշակույթ, Արցախը մեր այսպես վահաններ, այսօր մենք չունենք Արցախ, այսօր մենք ունենք Վարդենիսի ամբողջ ճամբարակով եւ այլն, ամբողջը սահման ադրբեջանցու մեր թշնամու հետ, Սյունիքը ամբողջությամբ սահման, այսինքն Հայաստանը այլևս չունի մի տեղ, որտեղ սահման չի։ Ամբողջը սահման է թշնամու հետ եւ ամենավատներն է, որ բոլոր բարձրադիր գոտիներն է մեր տրվեց այդ բարձրադիր գոտիները եւ Արցախում եւ այստեղ Արցախի 9 տալուց հետո, եթե դուք կհիշեք 22 թվականին վերջինը քարագլուխն ու Փարուխի բարձունքները տվեց եւ դա դարձավ ամենավերջին, այսպես ասած, խազը Արցախի անկման եւ դրանից անմիջապես հետո հետևեց արդեն շրջափակումը եւ արդեն սեպտեմբեր ամսին Արցախի դատարկումը։ Հիմա նույն բանը արվել է Հայաստանի Հանրապետությունում, Սյունիքի ամբողջ բարձունքների մեծ մասը լուրջ ջերմուկից մի քանի կիլոմետր այն կողմ
Եվ այլն։ Եվ սա ինքը համարում է, որ իրենց լեգիտիմ տարածքն է, իրենց քարտեզը ծովի մակերևույթի հետ մակընթացության տեղատվության հետ մեծանում փոքրանում է, ոչ թե Հայաստանից տալիս ենք դրա համար է մեծանում փոքրանում, այլ ծովն է, Կասպից ծովն է մեղավոր։ Բնականաբար այս ամեն ինչի ֆոնին ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Նորից մտնելու է խորհրդարան, ցույց տա, որ ինքնազոհություն է մեր համար անում, 5 տարի նորից ինչ որ ձևով բան անի, բայց իրենք բացատրում են նաև հետևյալ կերպ, որ բա որ գեներացվեց այնպիսի սիտուացիա, որ կարողացանք վարչապետի թեկնածու, հա, առաջ քաշենք։ Եթե մենք չլինենք խորհրդարանում, ով պետք է դա անի։ Okay, ընդունում եմ իրականում դա օբյեկտիվ պատճառ է եւ այն ժամանակ եթե 17 թվականին ելքը չլիներ խորհրդարանում, ես չգիտեմ ինչ զարգացումներ կունենար, այլ բան է հենց հիմայի իմ ցանկությունը Երանի կտայի, որ չլիներ ելքը, որովհետեւ նաեւ ես եմ նպաստել, որ ելքը լինի, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ մի բան, որ որևէ պարամետրերով, օրինակ սահմանադրական առումով Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել վարչապետ այդ ժամանակ, բայց ժողովրդի պահանջով ճնշվեց սահմանադրություն եւ այլն, խախտվեց ամեն ինչ եւ եղավ, չէ՞ վարչապետ։ Ու այսօր եկել հասել է այն իրավիճակ, որ այլևս այդ սահմանադրությունը ոչ մի բան է։ Այլևս սահմանադրությունը հասարակության մեջ էլ արժեք չունի, իրավաբանների, իրավապաշտպանների մոտ էլ այլևս արժեք չունի այն մարդկանց, ովքեր պատասխանատու են, հա, դա պաշտպանելու առումով։ Ուստի, եթե գա հասնի այդ օրը, որ մենք կարողանանք իրապես այս մարդու ծերծ պահենք, ընդհանրապես ժողովրդի մի բարձ պահանջով կարելի է այդ ամեն ինչը անտեսել եւ մոռանալ ու դարձնել ինչ որ մեկին վարչապետ ժամանակավոր։ Այսինքն այդ պատճառաբանությունը, որը որ բերվում է, ինքը եւ օբյեկտիվ է, եւ մենք ունենք արդեն անցյալի փորձ եւ դիտարկում եմ սուբյեկտիվ, հա։ Ինչ կլինի, թե չի լինի, վախ ունեմ, անկեղծ։ Վերջապես մարդիկ են, որովհետեւ տեսեք ինքը գտել է ձևը, այդ մարդկանց երեք արդեն Նարեկ Կարապետյանն հասավ, հա, այսինքն թողեց այնքան, մինչև մանդատը վերցնի, մինչև շոուն մեծանա, հա, արդեն ավելի հնչեղ դառնա, որ ժողովուրդը ասի, այ ապրես, տես ինչ ես անում, էլի, բայց ինչ է անում, ոչ մի բան, խորհրդարանը դատախազությունը թուղթը ուղարկում է, այնտեղից թուղթը ընդունում են, հաստատում են, մարդուն մանդատից զրկում են, դա գործ չի, հասկանում եք, այնտեղ որտեղ գործ կա, օրինակ սահմանների բացել, օրինակ բերքի արտահանումը, այս ինչ են, ինչ այդտեղ աշխատանք չկա, բայց այստեղ իրանք ցույց են տալիս, որ գործ արեցին, Ծառուկյանը 15 հոգով պարկեցրեցին, տարանես արեցին, այն արեցին։ Դրանցով ինքը փորձում է մարդկանց իրական խնդիրներից շեղել ու ցույց տալ, որ տեսեք ինչ ենք անում, այո, վախեցնելու են, եւ գուցե իրանց մտածմունքով որ կհայտնվեն ուժեղ Հայաստանում մարդիկ, ովքեր կվախենան, ունեն անցյալի խնդիրներ, ունեն վտանգավոր կետեր եւ այդ վտանգավոր կետերով կկարողանան իրենց սահմանադրական մեծամասնությունն ապահովեն եւ իրենց ամբողջ անելիքը գնում է դեպի այդ ուղղությամբ։ Տիկին Հովսեփյան, իսկ ինչով մեկնաբանեք այն հանգամանքը, որ երկրում արտահանման ծավալները շեշտակի նվազում են, տնտեսվարողները անելանելի իրավիճակի առաջ են հայտնվել, բայց Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դրամի պարգևավճար է բաժանում։ Եվ լավ է անում։ Եվ ասում է, որ շատ լավ եմ անում եւ պիտի անեմ։ Եվ ավելին պարգևավճարները տալիս է պահոստային ֆոնդից, եթե ճիշտ եմ հիշում, հա, այդպես էր գրված, եթե չեմ սխալվում, իսկ պահոստային ֆոնդը այն էլ մեր պետության նման պետությունների համար դա անձեռնամխելի գումար պետք է լինի, որովհետև ամեն վարքյան կարող է այդ պետությունը հայտնվի օրինակ շրջափակման մեջ։ Եվ դու չունես պահոստային ֆոնդ, որովհետև բաժանել ես քո աշխատողներին եւ քեզ ընտրողներին են մարդկանց, ովքեր որ այո վախենալով գնացել ընտրել են ընտանիքներով իրեն, որ աշխատանքից չազատվեն, որ չկորցնեն իրենց պաշտոնները, որ այսին չլինի, որ այնին չլինի։ Ինչպես եմ գնահատում շատ վատ։ Հետընտրական կաշառք է սա։ Շնորհակալություն իրեն ընտրելու, սատարելու եւ իրեն վերարտադրելու համար շնորհակալական քայլ է սա, հա, եւ սա արվում է բոլորի գրպանից, կարծես ես նստած ամեն օր աղոթում եի, թե ոնց պիտի օրինակ Արսեն Թորոսյանը ստանա պարգևավճար, հա, կամ Նիկոլ Փաշինյանը ստանա պարգևավճար, այդպես ինքը ներկայացրեց, որ այո, ժողովրդի ցանկությունն է, որ իր գրպանից հանեմ տամ, բայց այդ նույն
ժողովուրդը այնտեղ կորցնում է տուն, ջերմոցներ, բերք, վարկերի տակ ճռռալով, երեխեքին սոված թողնելով մի հատ ծայրահեղ վիճակ է, որը դուք տեսնում եք։ Իսկ ժողովուրդը ինչու է լռում, արդեն համակերպվել է այս իրավիճակի հետ։ Ինչու է լռում, իսկ երբ էր խոսում ժողովուրդը։ Դե ամեն դեպքում եղել են 20 թվականից հետո գոնե որոշակի այսպես բողոքի ակցիաներ։ Այո, եւ 20 թվականից հետո այդ բողոքի ակցիաները ինքը ամեն անգամ ցույց տվեց, որ ես ձեզ չեմ խնայելու 5000-ին կավելացնեմ եւս 5000։ Ինքը չխնայեց Եռաբլուրը, ինքը չի խնայի նաեւ ամենավերջին պայքարը, այսպես ասած, որ լուրջ ընթացք էր, դա սրբազան պայքարն էր Բաղրամյան պողոտայում, հիշում եք, ինչպիսի անողոքություն ցուցաբերվեց, անգամ չնայելով որ կան երեխաներ այնտեղ լիքը կանայք եւ այլն, եւ դրան հետևեց արդեն բնականաբար մարդկանց պասիվությունը, բնականաբար առաջնորդներին ձերբակալելը 18 հոգուղան տեղի 1 տարի եւ մինչեւ հիմա տնային կալանքների մեջ են, սահմանափակումների մեջ են եւ բնական է այս ամեն ինչի ֆոնին պիտի լինի։ Տեղային է ամեն մի բողոքը, չի դեռ գեներացվում ու մեծացվում, չի դեռ դառնում ամբողջական, ես կարծում եմ, որ ժամանակին դա էլ կլինի։ Տիկին Հովսեփյան, իսկ այս ներքաղաքական այսպես թոհու բոհի մեջ կան արդյոք արտաքին սպառնալիքներ կամ Հայաստանի սահմաններից դուրս ընդհանրապես գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել մեզ վրա, սակայն մենք դա չենք նկատում հիմա։ Ես չեմ տիրապետում, կա թե չկա, բայց դրամաբանությամբ նայենք, հա, ամբողջ տարածաշրջանը պատերազմի մեջ է։ Մենք այն որ յուրահատուկն ենք, հա, Նիկոլ ունենք, խաղաղ ենք մենք։ Այ մեր ինչպես ինքներ ներկայացնում առանցին խաղաղություն չի լինի, մենք պետք է նստենք ու ասենք, օ, Աստված մեր հետ է, էլի, ոնց կարող բան չլինի, խաղաղություն չլինի, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն ինֆորմացիա չտիրապետելով հանդերձ դրամաբանորեն գալիս ենք, որ այո, մեր գլխին շատ ծանր սուր է կախված, իսկ մեր պատասխանատու երկրի առաջնորդ համարվող կերպարը զբաղված է անհետեթություններով, խուստուկ բարձրանալով, խուստուկ բարձրանում ես ինչ անես, արժե զրկես այն եզակի տեղերը, որ մարդիկ հայը գնում էր, ոգեշնչվում էր, քո համար դա ինչ է։ Հերթական տեղը, որ գնաս տեսնես ոնց ուղղություն տաս գրավման, ինչի համար ես գնում, դու ինչ ես անել այնտեղ, հարց է առաջանում, ինձ հետաքրքիր է, ինչի համար էր գնացել, ինչ զգաց այնտեղ, երբ որ կա նժդեյան ոգի, երբ գնում այնտեղ նժդե ենք ոգի կոչում, ինչ զգաց։ Եվ վերջում Տիկին Հովսեփյան, եթե ոչ այս իշխանությունը ու ինչ որ առումով նաև ոչ այս ընդդիմությունը ապահով կամ ինչը կարող է փրկել Հայաստանն ու հայ ժողովրդին եւ հանել ստեղծված իրավիճակից։ Հայ ժողովրդին բացառապես կարող է փրկել հայը, ոչ թե անձնագրային հայը, այ հայը, ով գիտակցում է իր ազգային առանձնահատկությունը, գիտակցում է իր տարածքային առանձնահատկությունը, գիտակցում է իր պատկանելությունը, իր կրոնը, իր հավատը, իր արժեքները, իր պատմությունը հասկանալով եւ առաջնորդելով, իսկ այդպիսի հայեր մենք շատ ունենք, էական չի հենց հիմա լինի, օրինակ էս ինչ տեղում կամ այն ինչ տեղում, էական է, որ ինքը կա, ինքը գոյություն ունի եւ հիմա կարող է հարց առաջանա, իսկ ինչու չի գալիս դուրս, հա, որովհետեւ չկա այդքան ազգային պահանջ, ազգային մարդը, մտածողություն ունեցող մարդիկ դեռ համախմբման կարիք ունեն, մեր մեջ շատ մեծ վախ է մտել հենց 18 թվականին մեկին մեջ, որովհետև ես ինքս վախեցած եմ, որ հավատացիում ոչ ոքի, ոչնչի, հա, եւ բնականաբար իմ մեջ արդեն վախ կա, ում պետք է ես հավատամ, ում պետք է ես վստահեմ եւ այդ վստահության կոտրվելը ամենածանր բանն է ու շատերի մոտ զգուշավորություն կա, բայց երբ որ զսպանակը շատ սեղմվեց, բնականաբար այդ թռիչքը լինելու է ու առաջնորդվելու է ու ոչ մեկ հույս չուներ, որ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ կարող է օրինակ Դավիթ Սարապյանի նման մի խենթ լինի, ով տողյուղով ազատագրումը կսկսի ու Արցախ կազատագրենք մենք, հա, որևէ մեկի մտքից չէր անցնի, երբ որ կար գեներալներ, առաջնորդներ, մեծն այսպես կոմանդոսներ անգամ պատմում Սարապյանի մասին, եւ որևէ մեկս չենք մտածում, որ կարող է չենք է ենթադրվում, որ կարող է
մի երիտասարդ իր խենթությամբ գնա ու սկիզբը դնի Արցախյան պատերազմի հաղթանակների, բայց եղավ դա ու այդ խենթերը լինելու են ու կան մեր ազգի մեջ, հա, իրապես այն Սարդարապետի նման այդ երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար, այդ խենթը պետք է առաջնորդի։ Ես կարծում եմ, որ ինչ որտեղ տեսանելի ունեմ, ովքեր կարող են այդ մարդիկ լինել ու լինելու է դա։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։